որ ընդհանուր պատկերացում լինի, Caseless-ը AI case preparation պլատֆորմա օգնում է միջազգային արբիտրաժում ու բարդ դատական վեճերում փաստաթղթերի քաոսը հասկանան, որպեսզի հասկանաք միջազգային արբիտրաժին, եթե ծանոթ չեք, միջազգային արբիտրաժը նաև անվանում են ոնց որ luxury justice, որովհետև շատ թանկ է միջազգային արբիտրաժում մասնակցություն ունենալը։ Միջազգային արբիտրաժում կողմերը հիմնականում լինում են մեծ կորպորացիաները կամ երկրները, ոնց օրինակ HEC-ը, օրինակ դատի տալի Հայաստանին, բանով միջազգային արբիտրաժում, Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալում, կամ նման լիքը գործեր կան, որտեղ որ մեծ կորպորացիաները իրար հետ վեճ ունեն, օրինակ, չգիտեմ, պատենտի վեճ կարող ունենան, կարող շինարարական վեճ ունենան, ու այդ ընթացքում իրար երբ որ դատի են տալիս, երկու կազմակերպությունների միջև disclosure-ը տեղի ունենում, այսինքն պետքա իրենց բոլոր փաստաթղթերը բացահայտեն, բոլոր ֆակտերը, ու հիմնականում այդ շատ մեծ ահավոր ծավալի աշխատանք է, հաճախ կարող լինի 10,000, 100,000 անգամ միլիոն փաստաթուղթ, որոնք իրավաբանները պետքա ձեռքով կարելի ասել հատ-հատ նայեն, որպեսզի հասկանաք ինչքան մեծ ծավալի աշխատանք է դա մոտ 80%-ն է իրենց աշխատանքի, եթե տենց կինոներում հիմնականում ցույց են տալիս, որ դատարանում են կամ տրիբունալի դիմաց են ներկայացնում փաստաբանները, իրականում իրենց մեծ ծավալի աշխատանքը ուղղակի այդ փաստերը հասկանալ, որպեսզի իմանան հետո ոնց իրենց դիրքավորեն այդ գործի մեջ, մոտ 50%-ն է ծախսերի կազմում, ոնց են իրենք դա անում, հատած սկսում են կարդալ, կարող է փոքր սամարիներ սարքեն, հետո ժամանակագրություն են սարքում այդ փաստաթղթերի հիման վրա, ու այդ ամբողջը ոնց որ տեսնում եք սկրինի վրա Microsoft Word-ում, sense թեման հատած լրացնել, ինչը ահավոր ժամանակատար է, լիքը սխալների տեղի կարող է տա, ու դե բնականաբար ամենալավ ժամանակի օգտագործումը չի։ Ներկա պահին այն թուլերը, որ իրանք ունեն, այդ Microsoft Word-ն է, Google Drive, SharePoint, մեկ էլ Relativity, որ տենց հեշտ դոկումենտները թերթելու հնարավորություն է տալիս review անել, ChatGPT ու Harvey-ն են օգտագործում, այդ case study-ում կքննարկենք, դրանք շատ օգուտ չեն տալիս, որովհետև chatbot չեն, մոտավոր էս 105 միլիարդի ծախս է փաստաբանական գրասենյակների համար այս փաստերի մեծ բազան հասկանալ, հետո որ կարողանան ներկայացնել։ Ինչ ենք մենք առաջարկում, մենք առաջարկում ենք այդ ամբողջը ավտոմատացնել, ընդհանրապես պետք է այդ փաստաթղթերի մեծ բազան մեր մոտ ներբեռնեն, ու մեր արհեստական բանականության associate-ներ ենք ասում, որոնք ուղղակի տես թուլեր են, որ կսկսեն հերթով կարդալ, մոտ 5-ից 10 ժամ է միջինում լինում, կարող է մինչև 100 ժամ կարդանք այս փաստերը, միլիոնավոր LLM call-եր ենք անում, որ կարողանանք կարդանք ու վերջ chatbot պատասխանչի դեշբորդներ են, որտեղ ժամանակագրությունն են գործի տալիս, summary-ներ ենք տալիս, այսինքն կոնկրետ, չգիտեմ, հազարավոր փաստաթղթերի միանգամից ավտոմատացված ամփոփագրեր են ու Արամջան կներես ընդհատեմ, ստեղ ոնց որ թե ասում են ցածրա ձայնը, փորձ, չգիտեմ, մի քիչ ավելի բարձր երևի։ Ես բարձր խոսամ։ Ու այսպիսով արդյունքներ ենք ստանում, արդյունքները դեշբորդների տեսքով են լինում, մենք 1500 ժամը case preparation-ի, այս մեր tool-ով կարող ենք սարքել ընդհանրապես 200 ժամ, ու սովորական մարդու որակի accuracy տալու փոխարեն մենք superhuman accuracy ենք կարողանում տալ, որովհետև LLM-ներով ժամերով process ենք անում ու շատ ավելի ճշգրիտ արդյունքներ ենք ստանում, քան մարդիկ կարող են երբևէ ստանալ, որպեսզի հասկանաք product-ը դեշբորդներ են, սրանք իհարկե մինի վերսիաներն են, մենք հետո դեմոյի կանենք, ցույց կտանք իրականում ինչ տեսք ունի product-ը, բայց որ սա ցույց ենք տալիս, որ հասկանաք, որ սա նոր կատեգորիա է, իրականում կոչում ենք AI case preparation կամ AI case analysis, ու ցույց ենք տալիս նաև նրա համար, որ հասկանաք, որ chatbot-ներ չեն, որովհետև մեր հիմնական մրցակիցները Harvey-ն, LexisNexis-ը, ChatGPT-ն, Everlon, իրանք ուղղակի chatbot-եր են տալիս, այսինքն սովորական ChatGPT-ը ուղղակի ուրիշ լոգոյով է ու որոշակի առավելություններով, ու դրանց խնդիրն է, որ անմիջապես պատասխան են տալիս ու դրանց պատասխանի վրա երբեք վստահ չես կարա լինես, երկու անգամ նույն հարցը տաս, լրիվ տարբեր պատասխաններ ես ստանում ու պիտի ինչ-որ prompting-ի skiller ունենաս, որպեսզի կարողանաս դրանցից օգտվել, մինչդեռ մեր դեպքում մենք մոտ 5-ից 10 ժամ process ենք անում, կարող տևի մինչև 100 ժամ, այս վերջերս մեծ գործեր ենք անում, 100 ժամ էլ է տևել, ու հասնում ենք սուպեր մարդկային ոնց որ ճշգրտության ու որևէ prompting ոնց որ կարիք չկա անելու, ուղղակի մեր մոտ ներբեռնում եք, վերջում ստանում եք այդ դեշբորդները այն տեսքով ոնց որ մարդիկ կստանային։ Շարժվել օրը սրանք մեր ներկա պահի հաճախորդներ ու դիզայն պարտներներն են, մոտ 500 միլիոնի գործ ենք արդեն process արել, աշխատում ենք Follyhog-ի հետ, ինքը US
top tier international law firma։ Ներկայացային քննարկումներ ունենք Wolters Kluwer-ի հետ։ Wolters Kluwer-ը մեծ 30 միլիարդանոց legal publisher-ը, փորձում ենք իրանց միջոցով cross sales անենք, ու ունենք վճարող պարտներ նաև Դուբայից, շինարարական արբիտրաժում, նաև ունենք դիզայն պարտներներ, ում հետ հենց սարքել ենք այս լուծումները, այսինքն մենք ինքներս չենք բռնել սարքել մեր համար, հետո փորձել հասկանալ պետքական է թե պետքական չէ, այլ հենց law firm-երի հետ, հաստատաբանական գրասենյակների պարտներների, associate-ների հետ սարքել ենք feedback session-ներով, վերջում հասել ենք նրան ինչ որ ունենք։ Նաև համագործակցում ենք մեծ միջազգային դատախաղերի հետ, օրինակ JSAP մրցաշարի հետ ենք համագործակցում, 800 համալսարան այնտեղ մասնակցում, մեր tool-ի access ենք տալիս, ու նաև FTI մուտի, որ այս վերջերս եղավ Boston-based մրցույթ էր։ Արամ ջան, ստեղ ես մի հատ հարց տամ, մի հատ էլ հարց կար բանով։ Foley-հոգը աստորեն արդեն paying customer-ը, ասենք վճարող հաճախորդ, հա։ Հա, Folio-ը մեր վճարող հաճախորդներից է, իրանց ժամանակագրության feature-ն ենք տալու, մեկ էլ summary-ների, էլի, Հա, unpopular-ների feature-ն ենք տալու։ շատ լավ։ Մեկ Մենք ձեզ հարցը, հա, մի հատ էլ chat-ով ստեղ հարցեր ուզում ես երևում է երևի կոմոդ դու էլ։ մի վարքան ես նայում։ Հարցը հետևյալն է, թե ինչքանով է մեծ պոտենցիալ շուկան, հա, կամ հնարավորությունը ու մեծ կազմակերպություններն են այդ բաները, էլի, ասենք թե ձեր հաճախորդները մեծ կազմակերպություններն են, թե նաև, չգիտեմ, Հա, IT։ մեր շուկան Հայաստանից դուրս կա, մեր շուկայում ներառված են ամերիկյան, եվրոպական միության, մեկ էլ Էմիրատներում գործող ընկերությունները։ Մենք թիրախավորում ենք այն փաստաբանական գրասենյակները, որտեղ որ ժամավճարը $500 եւ ավելին է, այսինքն դա մեր հիմնական կրիտերիան։ Միջազգային արբիտրաժում, որպեսզի հասկանաք, տարբերություն չկա, էլի, որ երկրում է փաստերը միշտ մնում են փաստեր, փաստերի մեջ օրինակ email-ներն են, կոնտրակտներն են, WhatsApp նամակագրությունն է, միտինգների նոթեր են, կարող վիդեոներ լինի, աուդիո լինի, ու ինքը չի տարբերվում երկրից երկիր, էլի, այսինքն նույն փաստերն են, դրա համար կարող ենք այդ փաստերի հետ աշխատել։ Նախապես ուզում ենք սկսենք միջազգային արբիտրաժի շուկայից, մոտ 132 միլիոն տարեկան կարանք եկամուտ ստանանք ստեղից, որովհետև վաճառել ենք այս լուծումները մոտ $30,000 մի գործի շրջանակում, թիրախավորել ենք ԱՄՆ շուկան, Միացյալ Թագավորության ու մեկ էլ EU շուկան նախապես, հետո ուզում ենք գնանք դատական վեճերի շուկա, դատական վեճերի շուկան անհամեմատ ավելի մեծ է, անգլիախոս կամ անգլիական դատական վեճերի շուկան մոտ 22 միլիարդ է, այնտեղ 732,000 գործ է լինում տարեկան, սրանք մենակ մեծ ու միջին ծավալի գործեր են, այսինքն փոքր գործերը հաշվի առած չեն, որտեղ մեր լուծումները օգուտ են տալիս ամենաշատը այդտեղ, ու մեկ էլ global market-ն է, մոտ 105 միլիարդ, արդեն բոլոր լեզուներով, բոլոր երկրներում heavy ու mid-size բաներն են, դատական գործերն են։ Բիզնես մոդելը հետևյալն է, վաճառում ենք 30,000 մի գործի համար միջինում, կախված իհարկե փաստաթղթերի քանակից, մոտ 30-40,000 փաստաթղթի դեպքում 30,000 ԱՄՆ-դոլար է լինում գինը, ու նաև գանձում ենք annual subscription per user $1,000, որպեսզի այդ դեշբորդները կարողանանք live պահենք։ Այնտեղ նաև հարցեր են կարողանում տալ այդ դեշբորդների մեջ, կարողանում են տենց bulk review անեն դոկումենտները, so այս cost-ը նույնպես փորձում ենք համել recurring revenue ստեղծենք, մոտ 66% իրենց խնայողություններ են կանում սրա միջոցով։ Մեկ էլ ստեղ երկու հատ էլ հարց կա, Արամ ջան, կներես, Երկի։ որտեղ են պահում տվյալները, փաստաթղթերը, գիտեմ, որ դուք դուք եք ISO-ի ուղղությամբ աշխատում, ու մի հատ էլ հարց կա, երկրորդ հարցն էլ ստեղ per user-ը $1,000, թե charge է 30,000-ը per case-ը, ոնց է այդ business model-ը ոնց է, այդ ուղղությամբ։ Հա, սկսեմ այդ բիզնես մոդելից երկու մասից է բաղկացած, 30,000, այսինքն per case processing-ն է, այստեղ մենք, այսինքն ամեն անգամ նոր case, երբ որ ունենում են, որը պետքա process անենք ու այդ ժամանակագրությունը կամ summary-ները տանք, այս գինը պետքա վճարեն, ինքը one time payment է, հետո արդեն գործում է subscription user-ի համար $1,000, այսինքն եթե 5 հոգանոց թիմ է, $5,000 են տալիս մի case-ի համար, ու այդպես շարունակ, էլի։ Հա, իսկ տվյալների պահպանումը Այդ տվյալների պահպանումով Արենը երևի ավելի լավ մեկնաբանի, ինքը հենց DPO աշխատել, տվյալների անվտանգության, նաև Ամերիկայում բան արել, master degree ստացել։
Այդ մասով տվյալները պահվում են cloud-ում, processing-ն էլ է cloud-ում տեղի ունենում, բայց համ պահպանումը, համ փոխանցումը տվյալների encrypt եղած է, ու այդ մասով նշենք, որ նաև ըստ մեր user-ների պահանջների մենք նաև համապատասխանացնում ենք մեր այդ տեխնիկական հատվածը իրանց երկրի օրենսդրությանը, օրինակ եթե Եվրամիությունից GDPR-ի տակ գտնվող ինչ-որ ընկերության հետ ենք աշխատում, մենք նենց ենք անում, որպեսզի այդ տվյալները եւ processing-ը եւ տվյալները պահվեն եվրոպական սերվերներում ու չլքեն Եվրոպան, որ մեր հաճախորդը կարողանա ոնց որ համապատասխան գործի իր օրենսդրությանը։ Մեկ է մի հատ էլ հարց տեղ competition-ի մասով, այսինքն արդյոք չկան մրցակիցներ կամ մրցակցային ուժեղությունը ձեր կողմից կամ առավելությունը որն է, այնտեղ case study-ում էլ կա այդ մասը, ոնց որ դե նշած, թե ոնց է տարբերվում, բայց կարաս մի քանի բառով էլ Արամ ջան, ստեղ է կարաս մի քանի բառ ավելացնես, չգիտեմ, ինչ, Իհարկե։ հա, Չէ, մրցակիցների հարցը շատ կարևոր է ու շատ կարևոր է հասկանալ ինչով ենք տարբերվում, էլի այն մրցակիցները, որ կան, ում մասին լսել եք, Harvey-ին, Legoran եւ այլն, իրանք chat interface-եր են, այսինքն իրանք փորձել են սովորական chat GPT-ին հարմարեցնեն իրավաբանական ոլորտի համար, ինչքան էլ որ անունը տենց շատ է հնչել կամ շատ տեղեր առնչվել եք, ինքը ոչ մի բանով չի տարբերվում chat GPT-ից, թողում է մոդելները փոխես, Vault ունի, որի մեջ կարող ես դոկումենտներ upload անես, բայց իրանց ֆունդամենտալ թերություններն է, որ RAG-ով են աշխատում, այսինքն եթե մեծ փաստաթղթերի բազային հարց տակ, տենց մի քանի հատ փաստաթղթ է դրա մեջից հանելու, ըստ դրա պատասխան տա, ու երկու անգամ հարց տակ տարբեր փաստաթղթեր կարող է ընդհանրապես գտնի, այսինքն չեք կարող վստահ լինեք իր պատասխանի վրա, ստիպված պետք է գնալ գործը նորից ձեռքով անել։ Մեր դեպքում մենք ամբողջությամբ process ենք անում ռեկորդը, մոտ միլիոնավոր LLM call-եր ենք անում, ու ամեն ինչ կարող է 5 անգամ կարդանք, մի անգամ չենք կարդում ու LLM-ով ենք կարդում, չենք vector search չենք անում, որպեսզի վեկտորներով բերենք ու դրա շնորհիվ էլ հենց ստանում ենք այն ճշգրտությունը, որին իրավաբանները կարող վստահեն, էլի։ Դրանով այդ է հիմնական տարբերությունները ու մենք practice specific ենք սարքում, այսինքն Harvey-ին, Legoran իրանք vertical legal ոնց որ AI solution-ներ են, բոլոր practice-ների համար են, ինչը իրականում անհնար բան է բոլոր practice-ները փակել, որտեվ, չգիտեմ, M&A practice-ը իրա նիդերը ունի, litigation practice-ը իրա նիդերը ունի ու ենթադրել, որ ուղղակի միայն chatbot-ով հնարավոր է դրանք փակել, շատ սխալ կլինի։ Իրականում իրանց ամենամեծ մրցակիցը հենց ChatGPT-ն է, Claude-ն է կամ Gemini-ն է ու իրանք հենց ամենաշատը դրանից են վախենում։ Ինչ մենք ենք տալիս լրիվ ուրիշ product է, այն customer-ները, որ մենք ունենք, իրանք Harvey ունեն, բայց Harvey-ից չեն օգտվում, էլի մեզից են օգտվում, որովհետև մեր տրամադրած արդյունքը լրիվ այլ է, էլի։ Եթե պատասխանեցի երկի հարց։ տեղ երկու հատ էլ հարց հնչեց, մեկը ուրեմն ունեք ավելի փոքր փաթեթներ, փոքր եւ միջին բանի բիզնեսների համար չափի ու ոնց է գինը աշխատում, այսինքն բոլորի համար case-ը, այսինքն case processing-ը 30,000 է, թե փոքր միջին բիզնեսների համար կարող է ավելի ցածր գին լինի կամ ավելի բարձր, ոնց է դա։ Դե ֆիքսված է այդտեղ։ Չէ, 30,000-ը միջին գինն է, այսինքն կարող $900 կեյսը լինի, եթե շատ փոքր քանակի փաստաթղթերի մասին ենք խոսում, ինչքան մեծանումա կարող $100,000 լինի, եթե օրինակ 100,000, 200,000 կամ ավելի փաստաթղթ է լինում, այսինքն այս գինը տատանվում է գործի ծավալից, այսինքն փաստաթղթերի քանակից, այստեղ մի հոգու subscription-ը $1,000 երևի տենց հիմնական բոլոր legal tech tool-երը սրանից ավելի շատ են, էլի հենց այս բանը գանձում, օրինակ Harvey-ն ճիշտ է չեն բացահայտում, բայց $3,000 ամսական է ինքը, եթե դուք իր Volt-ն եք վերցնում per user, ոչ թե տարեկան, էլի, եթե տենց պատասխանեցի այդ հարցին։ Շատ լավ, մի հատ էլ ասեմ մի քանի հատ հարցեր հնչեցին, դուք ես բանը ավելի լավ պատկերացնեք, RAG-ի թերությունը այսպիսի խնդրի լուծման համար ավելի կմանրամասնեք, Հա, իհարկե։ նախ Արամ ջան RAG-ի մասով կբացես, որ բոլորին պարզ լինի եւ այդ լուծման համար ավելի հա RAG-ի թերությունը որն է ու ոնց եք դուք դա լուծում։ Հա, ռագի թերությունը երևի ամենամեծ թերությունն այն է, որ պատկերացրեք, եթե հարց եք տալիս, որոնք են կասկածելի փաստաթղթեր այս գործում, ինքը ոչ թե գնում է կասկածելի փաստաթղթերը, ինքը գտնում է այն փաստաթղթերը, որտեղ կասկածելի բառի հոմանիշները կան, որը որ բնավ չի նշանակում, որ գտել է կասկածելի փաստաթղթերը։ Մեր դեպքում մենք ոնց որ
ինչի համար են RAG ընդհանրապես օգտագործում, որպեսզի հեշտ արագ ոնց որ պատասխան տան, որ կոնտեքստի մեջ տեղ չի անի, որ այդ 100,000 փաստաթուղթը դնեն, այսինքն մի LLM call-ով չեն կարող անեն, դրա համար ֆիլտրում են, ինքը ֆիլտրացիայի մեթոդ է, ու շատ մեխանիստիկ ֆիլտրացիա է, ինքը չի հասկանում, ինքը ուղղակի մոտավոր հոմանիշներով գտնում այն փաստաթղթերը, որտեղ քո հարցի նման ինչ որ նախադասություններ կան։ Ու դրա շնորհիվ ոնց որ իր ֆունդամենտալ թեզը ունենա, որ ինքը ճշգրիտ չի։ Մեր դեպքում մենք ընդհանրապես RAG չենք օգտագործում, գտնում ենք, որ RAG-ը հակառակ ավելի է խանգարում, ու դրա փոխարեն մենք ամբողջ ռեկորդը կարդում ենք, այսինքն այդ 100,000 փաստաթուղթը 100,000 փաստաթուղթը background կարդում ենք, ինչ պետքա վեր ենք անում, ու եթե վերջում հարց են տալիս արդեն մեր վերհանած փաստերին, ու այդ դեպքում էլ մենք ամբողջությամբ նենց ենք անում, որ LLM-ով կարդանք, մենք RAG չենք օգտագործում, RAG օգտագործում են խնայելու համար ծախսերը, բայց այդ խնայած ծախսերը որակի վրա են ազդում, իսկ այս դատական գործերում որակ ու ճշգրտությունը շատ ավելի կարևոր է, քան, չգիտեմ, այդ 10-20 դոլարը, որ կխնայեն իրանք այդ հարցի վրա։ Մյուս հարցը ստեղ են, որ ինչու է մենակ arbitration case-երի համար կա արդյոք պոտենցիալ քրեական case-երի վերաբերյալ, այսինքն criminal case processing-ում դա կաշխատի կամ ինչ ունեք այդ հեռանկարները կամ նպատակները, թե ոչ։ Հա, սկսել ենք արբիտրաժային շուկայից, որտեղ արբիտրաժային շուկայում արդեն բոլոր գործերը հիմնականում մեծ են, էլի մեծ ծավալի փաստաթղթաշրջանառությունը ներդրումային արբիտրաժ կլինի, շինարարական արբիտրաժ կամ թե առևտրային արբիտրաժ, ու ունենք այստեղ մեծ network, ոնց որ հեշտ early entry է բանի համար, շուկայի համար, բայց չի նշանակում, որ չեն կարող ուրիշ ոլորտներ էլ փակել, որովհետև փաստերը, եթե փաստերի հետ ենք աշխատում, կապ չունի միջազգային արբիտրաժա, թե դատական ոնց որ գործա, փաստերը նույնն են մնում, ու գործընթացը փաստերը հասկանալու էլի նույնն է, էլի ժամանակագրությունը պետք է սարքել, էլի ամփոփ փագրերը պետք է սարքել ամբողջ ոնց որ փաստական բազայի, այսինքն շատ հեշտ կարելի է switch լինել դատական ներկայացության շուկա, ուզում ենք միակ պայմանն այնա, որ փաստաթղթերով լեցուն լինի, էլի այդ շուկան, եթե օրինակ criminal case-ը մեծ փաստաթղթերով, այսինքն անհնար այդքանը կարդալ, կամ շատ դժվարությամբ այդ ամբողջը հնարավոր կարդալ ու նորմալ հասկանալ, այդ դեպքում կարա գործի նույնպես։ Մեր միակ պայմանը այդ է, էլի, որ մեծ ծավալի փաստաթղթերն են, որ մենք իրապես արժեք ենք ստեղծում։ Ստեղ մի հատ էլ հարց կա գլոբալ շուկայում Հայաստան անգրկում է թե ոչ։ Ճիշտ ասած Հայաստան չենք թիրախավորել այս պահին, որովհետև Հայաստանում sense մեծ փաստաթղթերով վեճեր չկան, հայերենով իրականում աշխատում է, մեր առավելությունը նաև այն է, որ RAG-ի դեպքում օրինակ լեզուների սահմանափակում կա, իսկ մենք քանի որ RAG չենք անում, բոլոր լեզուներով կարելի ասել աշխատում ենք ներառյալ հայերենով, դրա համար տենց մեր մոտ ոնց որ ճկուն է, էլի, որ շուկան կարող ենք մուտք գործել, բայց հիմնականում նայում ենք, որ փաստաբանի աշխատավարձը բարձր լինի այդ շուկայում, այսինքն $500 եւ ավելի լինի, որովհետեւ ոնց որ այն արժեքը, որ ստեղծում ենք, մեծ լինի։ Հասկանալի է։ Մի հատ էլ հարց տեղ, ինչ արձագանքներ ունեք բաներից, հաճախորդներից այն кейսերի վերաբերյալ, որոնք արդեն ավարտվել են, ունեք տենց արձագանքներ ու ինչքան գումար եւ ֆինանսական ռեսուրսներ խնայվել է դրա ընթացքում։ Հա, իհարկե։ Նախ սկսեմ նրանից, որ մենք հենց հաճախորդների հետ ենք սարքել այս լուծումները, այսինքն մենք չենք եկել մենք մեզնով, հետո տարել հաճախորդներին ցույց տվել, որ իմանանք լավա թե վատա, այլ հակառակ, իրancs հետ անընդհատ շաբաթական feedback session-ներով սարքել ենք, մոտ մի տարի տենց աշխատանք ենք արել, որպեսզի սրան հասնենք, ու հենց այդ մարդկանց feedback-ի հիման վրա ենք սարքել, այսինքն ում հետ սարքել ենք, իրանք որ գոհ են, բայց մեր նպատակն է հենց բան սարքենք, որ կարողանանք ուրիշներին էլ վաճառենք, այս ժամանակագրության ոնց որ այդ մոդուլը պատրաստ է արդեն մեր շվեյցարական պարտների հետ ենք սարքել, արդեն վաճառել ենք երկու հոգու, մեկը այդ Դուբայի շինարարական արբիտրաժի վեճի համար ենք վաճառել, մեկը ֆոլիոգետ ենք աշխատելուց ենք վաճառել, երկու դեպքում էլ feedback-ը լավ ա եղել, օրինակ պարտներ ա եղել, որ ասել է ուզում ներդրվի, ուղղակի կոնֆլիկտ կա, որ ներդրվի չի կարող օգտագործել այդ դեպքում այդ tool-ը, մեր դիզայն պարտներներից եղել է, որ տեսել են լուծումը, երկու բան որ ասել են I'm super impressed, մեկ էլ ինչ արժի ես վաճառում եք, ես թե չեք վաճառում, հիմնականում տենց feedback ենք ստացել, եղել է որ LinkedIn-ում եկան մեզ feedback գրեն մարդիկ, ովքեր մեր հետ աշխատել են, առանց մեր ասելու, մտել են ասել են, որ մեզ շատ ա օգնել, կարա լիք ժամանակ կրճատի, ժամանակի կրճատելու հետ կապված ինչքան է կրճատում, որ հասկանաք, տենց հիմնականում արբիտրները կամ
ոնց որ իրավաբանները ովքեր աշխատում են չեն կարողանում այս ամբողջը կարդան, այսինքն իրանք ուղղակի skip են անում, այնքան մեծ է փաստաթղթերի բազան, որ իրանք մենակ ուղղորդվում են օրինակ կողմերի հայցադիմումներով ու պատասխաններով այդ կարդում են, մտածում են ամեն ինչ կարդացին, բայց իրականում պետք է որ գնան իրանք ամբողջ ոնց որ աղբյուրները կարդան, մենք հենց այդ ամբողջ աղբյուրները կարդում ենք ու ամեն ինչ օբյեկտիվ վերհանում ենք, էլի ոչ թե կողմի ներկայացրածով, ժամանակի խնայման առումով, եթե օրինակ ժամանակագրությունը, չգիտեմ, 10,000 փաստաթղթից սարքելու համար կպահանջվի 100-200 ժամ, մեր դեպքում, չգիտեմ, կարող եմ ընդամենը 1-2 ժամում այդ ստանանք, էլի։ Ու խոսքը մենակ ժամանակի բնականաբար խնայման մասին չի, այլ ոնց որ մրցունակության բարձրացման, որտեղ եթե մի կողմը արբիտրաժի կամ դատական ներկայացության մի կողմը կարողանում է տենց արագ հասկանա փաստերից, մյուս կողմը հələ պետք է ամիսներ ծախսի կամ չգիտեմ, մեկ-մեկ նաև տարիներ ծախսի, որ հասկանա փաստերը, այդ շատ մեծ առավելություն է տալիս այն կողմին, ով կարա արագությամբ հասկանա ու միանգամից արդեն ստրատեգիայի վրա խորանա կամ ավելի high-level task-ի վրա խորանա, քան ուղղակի copy-paste անի data-երը կամ հասկանա ինչա տեղի ունեցել։ Եթե պատասխանեցի երկարծ։ Շատ լավ, այսինքն ձեր հաճախորդներից մեկը ուզեցել է նաև case լեզուն ներդրում անի, ճիշտ եմ Հա, հասկանում։ հա, զանգարել հենց կոնկրետ այդ հարցով էլ ուզում ենք խոսենք, ասում էր ուղղակի կոնֆլիկտ կա, քանի որ հաճախորդ ենք նաև։ Շատ լավ, մի հատ էլ այստեղ մի քանի հատ էլ հարց կա։ Արդյոք ուզում եք այլ ոլորտներում այս կոմպոնենտները վաճառել թե ոչ, այսինքն այդ բանը վերլուծությունը արել, չգիտեմ, construction բաների նորմերի վերաբերյալ օրինակ, տենց բան կան պլաններ այս բային թե գուցե հետագայում կամ ոնց է դեմոտ։ Այսինքն այլ ոլորտներում, այլ սեկտորներում այս կարողությունները օգտագործելու շուրջ։ Հա, իրականում մարդկանց հետ խոսել ենք, ովքեր ասել են, որ ուրիշ ոլորտներում է հնարավոր sense բան անել, ու մենք բաց ենք իրականում, այս նախնական ոնց որ պլանն է, եթե ընթացքում ոնց որ ավելի հետաքրքիր ոլորտներ լինեն մտնելու, հաստատ կփորձենք մտնել։ Կարևորը մենամր որ փաստաթղթերը շատ լինեն էլի այդ ոլորտում ու այտենց ոլորտներ շատ են էլի մանավանդ US litigation-ում, չգիտեմ, injury բանում practice-ում եւ այլն, շատ կան այտենց կամ insurance claim-երի ժամանակ կան փաստաթղթ ոնց որ շատ փաստաթղթեր ունեցող գործեր, եթե շատ փաստաթղթեր կան ու պետքա դրանք հասկանալ, մենք գտնում ենք որ այս միակ լուծումն է որ կարող օգնի այտենց հասկանան էլի մնացած այդ ռագով աշխատողները շատ մակերեսային պատասխաններ կամ մակերեսային արդյունք են տրամադրելու։ Շատ լավ, ստեղ մի երկու հատ հարց կա ու արդեն երևի անցնենք case study-ին, որ հասնենք, որտեղ Մհմ, բավականին հետաքրքիր էր։ մհմ։ Ստեղ ուրեմն what's the actual work product, այսինքն ինչ product եք ստանում այս ամբողջ ինֆորմացիան, այս բոլոր հազարավոր փաստաթղթերը սինտեզ անելուց հետո։ Այսինքն ինչ եք ստանում, այսինքն դա dashboard-ն է, թե Ես իրականում ասում եք ժամանակագրություն, բայց ժամանակագրությունը դա նախկինում էին էլի ստանում, երբ որ ասում հնարավորություն չկար ավելի հեռուն գնալու, մենք ժամանակագրությունից բացի ավել բաներ ենք տալիս, եթե, չգիտեմ, դեմո հնարավոր անել, կարող եմ դեմո էլ անել, որ բոլորին բարձ լինի ինչ ենք մոտավոր տրամադրում։ Case study-ում եկա այտենց կոնկրետ ցույց ենք տալի work product-ը որն է, որովհետև chatbot-երը ուղղակի պատասխան են տալիս, իսկ մենք ոնց որ այն product-ն ենք տալի, որը որ ձեռքով պետք է ստանալ, էլի մի քանի քայլ ավել ենք գնում։ Չգիտեմ, դու ասես Samsung-ը երևի կանեմ դեմո Պես անեմ հա, կամ այդ եթե դեմո հասցնենք անել, երևի դեմոն անենք, այդ ընթացքում արդեն կերևա, բայց մի հատ էլ հարց կա վերջին հարցը ու երևի այս պրեզենտացիան ավարտենք ու անցնենք case study-ին։ Արդյոք ծանոթ եք բաները, այս հարցը ես էլ եմ ճիշտ ասած տվել, այդ չգիտեմ, ամիսներ առաջ, have law firms told you what their billing model for this is, այսինքն lawyer-ները իրանց billing մոդելը, այսինքն իրանք charge են անում տարբեր associate, senior եւ այլն, ու դուք ծանոթ եք երևի դրան, ու ոնց են այդ charge-երը հետո տրամադրում կլիենտներին ու արդյոք այդ ամբողջ բիզնես մոդելը ինչքանով է տեղ risk կամ չգիտեմ, որ իրանք ավելի քիչ աշխատեն դրանից, հա, այսինքն չգիտեմ, փորձեմ ավելի հստակ նկարագրել, այսինքն lawyer-ները charge են անում իրենց կլիենտներին, associate-ի համար այսքան, senior associate-ի համար այսքան, հա։ Ու բայց երբ որ դուք սա տրամադրում եք, արդեն իրանք այդ charge-ը կարող է, չգիտեմ, այլ ձև ստացվի, այդ մոդելը կնկարագրես առանձին։
Հա, այդ billable hour-ի խնդիրը մեծ է իրականում։ Մենք չենք ասում, որ մենք ժամանակ ենք կրճատում, մենք իրանց ավելի շատ արդյունավետություն ենք տալիս գործը պատրաստելու համար։ Այսինքն, երբ որ լոֆերմերին ենք վաճառում, մենք չենք ասում ձեր մոտից չգիտեմ billable hour-ը 1000-ից սարքելու ենք 500, այլ ցույց ենք տալիս ոնց որ ինչ արդյունավետությամբ կարանք այս ամբողջը անենք, որ իրանք կարողանան կենտրոնանալ դրա վրա։ Ա, Լինում է, որ cost switch կարող անեն customer-ի վրա, ու customer-ին ասում են կամ կարանք ձեռքով անենք, այսքան ոնց որ bill կանենք, բայց հաճախ երբ որ տենց են անում, այդ գործը այնքան դաժան է, այդ ձեռքով այդ ամեն ինչը անելու, որ իրենց շատ օքեյ է դրանց հրաժարվեն, ավտոմատացնեն customer-ը վճարի դրա համար, քան օրինակ ձեռքով լրիվ անեն։ Նույնիսկ օրինակ relativity-ն է։ Ինչու են relativity-ից օգտվում, եթե կարողանա միլիոն փաստաթղթը ձեռքով նայեն, որտեվ այդ շատ տաժանակիր աշխատանք է, էլի, այսինքն այնքան ցավալի գործ է, այնքան անելը, որ պատրաստ են այդտեղ որոշակի արագացում անեն։ Մեր long term plանը աշխատենք ոչ թե law firm-երի հետ, այլ law firm-ի կլիենտների հետ։ Ներկայային հիմա տենց միտինգներ անում ենք ու շատ ավելի լավ են ընկա։ Լավ, մի հատ էլ հարց Անսուչան հարցեր տալի։ չէ, անցնենք առաջ, հեսա մի հատ էլ հարց կա տեղ, էդ էլ դրան է կանրադառնանք, հա։ Հա, պրեզենտացիա pitch deck-ը շարունակենք, case study-ին անցնենք արդեն։ Հա, Փիշտեկի ես արագ շարունակեմ, այստեղ հիմնականում աշխատող ստրատեգիան LinkedIn ստրատեգիան է, որ LinkedIn-ով փորձում ենք content ստեղծենք, հետո managing partner-ներին ենք outreach անում, հետո իրանց հետ call ենք անում, փորձում ենք design partnership կամ pilot քննարկենք, հետո արդեն որպես հաճախորդ ենք իրանց ներգրավում, ունենք այդպես փորձը, որ անծանոթ մարդկանց կարողացել ենք որպես հաճախորդ ներգրավենք ուղղակի LinkedIn-ով։ Մյուսը կոնֆերանսներ ենք attend անում, օրինակ, չգիտեմ, Dubai Arbitration Week, Paris Arbitration Week, այդտեղ տես ծանոթանում ենք, համ network ենք անում, համ խնդիրներ ենք հասկանում այդ փաստաբանների կամ հարակից ոլորտների, այստեղ էլ էլի հաջողություններ ունեցել ենք, direct sales ենք արել, ու մեկ էլ էքսպերիմենտներ ենք անում տարբեր նոր channel-ներով, օրինակ warm intro-ներն աշխատում լրների շատ լավ հեշտությամբ կարողանում ենք քողեր դեմոներ անել, արբիտրաժային կենտրոնների ասոցիացիաների հետ ենք փորձում համագործակցենք, Reddit-ով ենք փորձում հասկանանք ոնց որ կարիքները լրների ու նաև եթե պետքա վաճառքներ անենք ու մեկ էլ ուսանողական մրցույթների ենք տալիս access, մոտ 5000 հոգի արդեն մեր tool օգտագործել է ուսանողական մրցույթների շրջանակներում։ Թիմը բաղկացած է 3 հոգուց, երկս էլ աշխատել ենք իրավական տեխնոլոգիական ստարտափներում, թվով 7 իրավականական տեխնոլոգիական ստարտափում ենք աշխատել։ Ես ինքս նախկինում վաճառքներով եմ զբաղվել, հենց մեծ ընկերությունների վաճառքներ արել։ Բացի դրանից նաև AI պրոդուկտներ եմ ստեղծել, մինչև ChatGPT-ին ռիլիզ էին արել, արդեն մենք GPT մոդելով ինչ-որ բաներ ստեղծում էինք։ Աշխատել եմ 2-3 legal tech ընկերություններում, Փարիզում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում, ու բացի դրանից նաև մարքեթինգի բաժնում եմ աշխատել, ու թիմեր եմ նաև մեծ քանակությամբ մենեջերել, սեթափ արել։ Շուշանը մեր դիզայնի գծով ղեկավարն է, ինքը իրան AI դիզայներ է կոչում, ու հիմնականում ամբողջ դիզայնի մասը ինքն է պատասխանատու, front-end development-ը կարողանում անի որոշ չափով AI-ով, ինչը շատ է օգնում ոնց որ product-ի development-ի հարցում։ Նախկինում աշխատել է երկու legal tech-ում, որտեղ մոտ 30 երկրի ոնց որ իրավական սիստեմներն ավտոմատացրել, նաև H1B visa application-ի ավտոմատացման ստարտափում աշխատել, որը հետո acquire ա եղել Deal Communication-ի կողմից։ Արանը մեր CTO-ն է, ինքը նախկինում իրավաբան ա եղել, բայց արդեն շուրջ, չգիտեմ, 6-7 տարի արդեն զբաղվում է իրավական տեխնոլոգիաներով, ուսում է ստացել ԱՄՆ-ում cyber security data privacy-ը սովորել ու դրանից հետո աշխատել է ԱՄՆ ստարտափներում, ԱՄՆ ստարտափներում legal tech հենց ստարտափներում որպես ինժեներ աշխատել, կոնտրակտ անալիզի լուծումներ է ստեղծել, մինչև նույնիսկ այս ChatGPT-ին կամ LLM-ները կային, իրենց կլիենտներն ունեցել ոնց որ Tesla-ն, Zendesk-ը, հետո ուրիշ ստարտափում էլ աշխատել, որտեղ կանադական կառավարության համար AI chatbot են ստեղծել։ Բացի դրանից նաև DPO փորձ ունի Data Protection Officer-ի, որը շատ օգտակար է, երբ կոնտրակտ ենք կրնում, մենք փաստաբանական գրասենյակների հետ շատ է հեշտացնում այդ գործը, ու նաև Fulbright student է, Fulbright իրականում ես ու Արենը Fulbright student լինելով ենք հանդիպել իրար։ Այս էլ մեր խորհրդատուներն են, Հրանտ Հանեսյանը ինքը մոտ 30 տարի միջազգային արբիտրաժով է զբաղվել, Baker McKenzie co-head էր, եթե չեմ սխալվում, միջազգային արբիտրաժում, հետո նաև հիմնադիրներից Նյու Յորքի արբիտրաժային կենտրոնի,
ինքը նաև մեր դիզայն պարտներներից է, օգնում ես ոնց որ լուծումներ ստեղծենք ու բացի դրանից նաև մեր խորհրդատունը Kingsley Martin-ն էլ արի հետ աշխատել երկար տարիներ, ինքը Legal Tech-ի գծով մոտ 30 տարի տարբեր ընկերություններում աշխատել է, Chief Information Officer ա եղել Kirkland & Ellis-ում, որը top 1 իրավաբանական գրասենյակ է աշխարհում, Senior Director ա եղել Thomson Corporation-ում, ինքը տարբեր ստարտափների acquisition-ներով զբաղվել, ու բացի դրանից էլ ինքը տենց Legal Tech-ում շատ պրոդուկտներ է ստեղծել, հիմնադրել։ Մեր ներկա ոնց որ roadmap-ը սկսել ենք դիզայն պարտներներից, ոնց տեսնում եք 2025 թվականին, հետո սկսել ենք partnership-եր ու pilot-ներով, շարունակել ենք, հիմա fundraise ենք անում, ունենք որոշակի committed ֆոնդեր, Cleaver-Ed cross-sales ենք հիմա փորձում անենք, pilot ենք ուզում անենք, որ իրանց մեծ հաճախորդներին վաճառենք այս լուծումները ու փորձել ենք ոնց որ աճենք, արդեն որոշակի revenue ունենք ու 2026-ին ուզում ենք հասնել 900,000 revenue-ի ու համ պրոդուկտի վրա աշխատենք, համ ոնց որ վաճառքները արագացնենք։ Երևի այս կանը պրեզենտացիայի պահով Հասան ջան, դու ավելի լավ կասես հիմա այդ case study-ն է շատ հետաքրքիր, որ վերջերս արեցիք։ Այդ հարթակում եկա, եթե հարցեր լինեն, կարող մտնեք պլատֆորմ, այդտեղ տեղադրված արդեն։ Ոնց որ եթե մի հատ դրանով էլ անցնենք ու տենց փորձենք մի 10 րոպե թողել կամ 10-15 րոպե թողել բաներ հարց ու պատասխանին վերջում էլի։ Հա, այս օրինակ case study-ը, որ վերջերս ներդրումային արբիտրաժի գործ ենք process արել, մոտ 25,000 edge տարբեր լեզուներով, տարբեր որակի փաստաթղթեր էին, ու այս case study-ն հենց նրա շուրջ Բայց ոնց որ թե share արած չի, ուզում ես մի հատ կներեք։ Երևի մարդն, հա։ Հա, այս case study-ն հենց ցույց է տալիս, թե ինչով է տարբերվում մեր լուծումը սովորական AI chatbot-երից, ոնց որ Harvey-նա կամ Legorana կամ ChatGPT-ն է, այստեղ 25,000 փաստաթուղթ ունեին, ու այս 25,000 փաստաթուղթը շատ տարբեր բնույթի, տարբեր որակի, տարբեր լեզուներով էր, կային որ նաև ձեռագրեր էին, կային որ սկանարած տպատար սկաներ էր, ու իրար կպցրած տենց հատորներ են գործերի, պատկերացրեք տարբեր տեսակի գործերի, կարող է 500 edge լինի, որի մեջ չգիտեմ 100 հատ առանձին փաստաթուղթ է, որոնք պետք է առանձնացնել եւ այլն, էլի։ Ինչ էր նրանց նպատակը, դե պիտի մի հատ առաջ անգամ կարդային հասկանային, պիտի առանձնացնեին edge-երով, որպեսզի ոնց որ այդ մեծ հատորը բաժանվեր առանձին փաստաթղթերի ու հետո այդ փաստաթղթերից պիտի ստանային ամփոփագրեր, որ ամեն մի փաստաթուղթը իմանային, թարգմանային, չթարգմանային, օգտակար չի իրենց գործում, ու նաև պետք է ուղարկեին ոնց որ թարգմանչին, էլի պետք է առանձնացնեին, ասեն, այս հատվածը, այս փաստաթղթի պետք է թարգմանել, բացի դրանից ժամանակագրություն պետք է ստեղծեին, որ հնարավոր լիներ ոնց որ գործի ամբողջ ժամանակագրությունը միտեղ տեսնել, պահված, ոչ թե տենց chatbot-ի տեսքով, որ հետո կորելու է չկարողան գտնեն, ոչ էլ տենց կարան վստահեն դրա որակին։ Իրանց տարբերակը դե բնականաբար chatbot-ով անելն էր, բայց chatbot-ը անելու համար, ոնց որ որակով բան ստանալու համար մոտ 25,000 edge պետք է copy paste prompt անային, հերիք չէր հերիքի, ոնց որ chatbot-ի limitation-ը նաև շատ տանջանք կլիներ, այս այնտեղ արդեն հաշվարկել ենք, թե ինչքան ավել ժամանակ կծախսեին այս ամենը chatbot-ով անելու համար, մոտավոր որ պատկերացնեք, որակով բան ստանալու համար տենց հատ-հատ edge-երը կտրտեին, այդ edge-երը հատ-հատ փորձեին summary անեին, այդ summary-ին պիտի հետո consistent լիներ, որտեղ տարբեր ձևով եթե prompt անեիր կամ մի chat-ի մեջ որ ամբողջ անեիր, վերջում կարող է շատ վատ result-ներ ստացվեր, հետո մեծ ու փոքր քանը բան ծավալի փաստաթղթեր կան, մեծ ծավալի դեպքում կարող է փոքր ստացվեր summary-ն ամբողջական չլիներ եւ այլն, ու նաեւ պետք է այդ կտրտել այդ փաստաթղթերը հատորներից առանձնացնել եւ այլն, էլի։ Եթե տենց դեմ դիմաց համեմատենք, անվերջ copy paste-եր էին անելու, պիտի հետո մի հատ copy paste անեին Excel-ում, որ հետո այդ Excel-ում պահեին այդ chatbot-ից արած ոնց որ summary-ները, պիտի edge-երը հատ-հատ ձեռքով գրեին, պիտի հետո առանձին բաժանեին դոկումենտները իրարից, ու էլ չեմ ասում, որ ժամանակագրության համար պիտի ընկնեին ամբողջ data-ը հատ-հատ copy paste անեին, հետո հասկանային այդ data-ը ինչի հետ է կապված, բավական երկար ժամանակ կտաներ։ Մենք այդ ամբողջը ոնց որ ավտոմատացնում ենք, որ հասկանանք մոտավոր 70,000 event ենք կարողացել extract անենք այդ մեծ փաստաթղթերի բազայից, այսինքն մոտ 70,000 անգամ պետք է copy paste անային, որ կարողանային այդ ստանային։
Ավտոսպլիթեր ենք անում, միանգամից էջերը տրամադրում ենք, որ թարգմանության համար ուղարկեն ու ստանդարտ output ենք տալիս, այսինքն կախված չի փաստաթղթի մեծ փոքր լինելուց, ճիշտ տոկոսային քանակի ոնց որ summary ենք տալիս փաստաթղթի հետ կապված։ Այս արդեն քննարկեցինք, մոտավոր sense արդյունքներ ենք ստանում, որ համեմատենք summary-ի համար, եթե chatbot-ով իրենք փորձեին այդ ամբողջը անեին, մոտ 1000 ժամ կտևեր, էլի այն որակով ոնց որ մենք ենք անում, խոսքը նրա մասին չի, որ ուղղակի chatbot-ի մեջ այդ ամբողջը ներբեռնես, հասես summary-ներ դու տենց ուղղակի նենց արդյունք եք ստանում, որին հնարավոր չի լինելու վստահել։ Մենք 80 ժամում ենք այդ ամբողջը կարողացել անել, մոտ 92% ժամանակ իրանց խնայել ենք, մանավանդ երբ որ լեսումներ ունեն, մինչև լեսումները իրենց համար պարտադիր է որ կարողանան հասցնեն, եթե ասում են նույնիսկ փորձեն ձեռքով անեն, փորձեն բիլանել այդ ամբողջը չեն հասցնի լեսումներին, շատ վատ ոնց որ արդյունք ունենան։ Նույնիսկ ժամանակագրության համար 2100 ժամ պիտի ծախսեին, որպեսզի ինչ ճշգրտությամբ որ մենք ենք տալիս, այսինքն edge բոլոր data-երը գտնեին 77000 event կարողանային հանեին, մոտ 2100 ժամ կծախսեին, այս մի տարվա աշխատանք է մի իրավաբանի, իրականում 2100 ժամը մենք կարանք այդ ընդամենը 50 ժամ processing-ով ոնց որ անենք, վերջում թողում ենք իհարկե review անի partner-ը, որ դրա համար աստեղ 250 գրած, բայց մեզնից ընդամենը 50 ժամ պահանջվի այդ նախնական output-ը տան, որ իրենք հերթով վրա անցնեն, հեսա ցույց կտամ ոնց են review անում։ Բացի դրանից, այսինքն բացի այդ տվածից extra work product ենք տալիս, այս summary-ների հետ կապված տալիս ենք relevance score, այսինքն ինչքանով է relevant այդ summary-ին գործի հետ կա, գործին bulk review հնարավորություն ենք տալիս, այսինքն դուք կարող եք միանգամից auto review անեք ամբողջ փաստաթղթերը մի հարցով, ոչ թե տենց հարցը ինքը chatbot պատասխան տա, այլ ամբողջ summary-ների վրա անցնում, ամեն summary-ի հետ կապված պատասխանում է ու ամեն summary-ի հետ կապված score-ը տալիս, որ հասկանաք ինչքանով է ձեր հարցին relevant այդ summary-ին, translate-ի հնարավորություն ենք տալիս մի քլիկով, եթե տարբեր լեզուներով է փաստաթղթը, dashboard-ի տեսքով ենք տալիս, որ հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել ոնց որ օգտագործել այդ summary-ները, ու այս ask a question-ը ասեն քննարկեցին, chronology դեպքում entity-ներն էլ ենք extract անում, այսինքն ինչ մարդիկ, կամպանիաներ, տեղեր, երկրներ կան այդտեղ, relevance ենք տալիս chronology, ամեն մի event-ի համար տալիս ենք, թե ինչքանով այդ event-ը ոնց որ հարաբերվում գործի հետ, submission-ի edge-ին ենք link անում, այսինքն ամեն event-ը address-ը եղել է submission-ում, թե address չի եղել, ու persistent dashboard ենք տալիս, էլ ինքը chatbot-ի պատասխան չի, որ միտեղ պահված է, կարող գտնեք, կարող չգտնեք, ինքը կոնկրետ dashboard-ը, որտեղ ամեն ինչ source link-ն է ու կարելի է ոնց որ օգտագործել, ու հնարավորություն ենք տալիս հարց տալ ամբողջ event-ների հետ կապված, էլի ոչ թե RAG, այլ կոնկրետ event-ներին հարց տալ ու հասկանալ գործում։ Ոնց որ chatbot tool-երը կարող են ինչ-որ ձևով պատասխան տալ, բայց թե ինչքան լավը կլինի այդ պատասխանը շատ հարաբերական է ու dispute work-ում, ասենք միջազգային արբիտրաժում, որտեղ միլիոնավոր դոլարներ կլայենտը վճարում, անընդունելի է, էլի, ասենց ինչ-որ սխալներ ունենալ, մի դոկումենտ նույնիսկ բաց թողելը շատ լուրջ հետևանքներ կարող ունենա, եթե դիմացի կողմը օրինակ այդ դոկումենտը գտած լինի, ու իրենց խնդիրը 25000 edge-ը ոնց որ հստակ consistent source back ինչ-որ work product ստանալն էր, ինչը մեզ հաջողվեց, այստեղ իհարկե կա dashboard-ների տենց մինի տարբերակներ, որ հասկանաք ինչ ենք տրամադրում, sense dashboard-ներ ենք տրամադրում, հեսա ավելի հանգամանալից դեմո կանեմ, այս summary-ների product-ն է, այս էլ chronology product-ն է, որը որ dashboard-ի տեսքով է։ Եթե ժամանակ ունենք, Սամսուն ջան, կարող եմ մի հատ արագ ցույց տամ Մի հատ dashboard։ արագ դեմո էլ անենք ու հարցերը վերցնենք։ Հա, այս մեր chronology dashboard-ն է, երբ որ ոնց որ պատկերացեք նախնական խառը PDF-ներ ունենք, ձեռագիր, վատ որակի սկաներ, նկարներ եւ այլն, 50 ժամ կամ ավել process անելուց հետո ստանում ենք sense clean dashboard, որտեղ որ հնարավոր է բոլոր event-ները հերթով նայել, այս մեկը միջազգային դատախաղի համար ենք արել, Բոստոնում միջազգային դատախաղեր, այսինքն confidential data չի կարող եմ ցույց տալ, որ հասկանաք այս ամբողջ event-ները տեսնում եք narrative style-ով, այսինքն սրանք կարելի է copy paste անել, օգտագործել հենց ժամանակագրության մեջ, երբ որ վճռի ժամանակագրություն են գրում կամ հայցադիմի մեջ երբ որ ժամանակագրություն են գրում, ու ցանկացած event ինքը ունի իր մեջ source-եր, տալիս ենք relevance, թե ինչքանով է relevant այս event-ը գործին, տալիս ենք relevance-ի պատճառաբանությունը, թե ինչի համար է ոնց որ relevant, հանում ենք բոլոր entity-ները, որ կան այս event-ի մեջ, այն փաստաթղթից, որից գտել ենք այս event-ը, այդ փաստաթղթի ամփոփագիրն ենք տալիս, հղումն ենք տալիս, կոնկրետ
copy paste-ն եք տալիս excerpt-ը, այսինքն էսի generate արած չի, հենց փաստաթղթի մեջ ցանած, որին կարող եմ վստահել կամ եթե չգիտեմ, ինչ-որ մեկը ուզում է ավելի որանա ու նայի հենց փաստաթղթը, տալիս ենք հնարավորություն փաստաթղթում տեսնել թե որտեղ է դա verify անելու համար։ Այսինքն առաջի կամ մի քանի ժամ հետո հնարավորություն առնում ես ամբողջ ունենալ ու կարելի է արդեն review անի, ոնց որ partner-ը կամ associate-ը աշխատում այս գործի վրա։ Բայց բացի դրանից իհարկե ասում եմ, շատ մեծ քանակի իվենտներ ենք անում, հազարներով է լինում, հենց որ պետք է լինում ֆիլտրել, օրինակ կարանք ֆիլտրենք, չգիտեմ, factual exhibit-ներով, որ մենակ թողենք fact exhibit-ներ կամ չգիտեմ, expert report-ներ, witness statement-ներ եւ այլն, նույն ձև կարանք մարդկանց անուններով ֆիլտրենք, որ մարդիկ են եղել այդտեղ կամ որ մարդիկ չեն եղել, source-ի count-ով ենք կարող ֆիլտրենք, օրինակ քանի անգամ այդ իվենտը հանդիպել, օրինակ այստեղ 4 տեղ հանդիպել է այս իվենտը փաստաթղթերում ու բոլոր 4 տեղերը կան այստեղ տակը հավաքագրած relevance score-ով ենք կարող ֆիլտրենք, այս relevance score-ը շատ կարևոր է, որովհետև source-ով ֆիլտրելը ամենալավ տարբերակը չի, օրինակ եթե ես թողեմ ամենաբարձր event relevance-ով իվենտները 44-ից 50 օրինակ 22 հատ event մնաց ու ես կարդամ, ես միանգամից գործը կարամ հասկանամ, բայց բացի սրանից իհարկե կարող ենք նաև date-ով ու ինչը շատ պետքական արբիտրների համար կողմերը իրենց հայցադիմներում այս event-ներին address եղել են, թե չեն եղել, օրինակ եթե այս event-ն ենք բացում, ստեղ տեսնում ենք հայցադիմում request for arbitration-ում կոնկրետ 10-րդ կետում հղվել է այս event-ին, ինչը հեշտությամբ, երբ որ դու Word-ով իրան download ես անում, ինքը միանգամից reference է տալիս, այդտեղ download button ունենք, Word-ով քաշելուց միանգամից համ exhibit-ներին է reference տալիս, համ էլ հայցադիմին, ինչը որ հենց ձեռքով պետք է արբիտրները անեն, էլի գտնեին որտեղից է եւ այլն։ Բայց բացի սրանից հնարավորություն ենք տալիս ոնց որ AI հարց տալիս փաստերի բազային, այսինքն գործը կարելի է հասկանալ, չգիտեմ, նույնիսկ կարամ հարցնեմ այս հարցը շատ ենք տվել, ով ավելի շատ հավանականություն ունի հաղթելու ինչի, բնականաբար չենք ասում խնդրում որ sense հարցեր տան կամ սրան ամբողջովին վստահեն, բայց հնարավոր է ոնց որ առաջի օրվանից անալիզ անել այս գործը, հասկանալ ինչի մասին է, այստեղ ինքը մոտավոր ասել է ով ավելի շատ շանսեր ունի ու բացատրել է ինչի համար, ու ցանկացած բացատրության տակ տված է source-երը, այսինքն այս ուղղակի generator-ած պատասխան չի, եթե ես օրինակ սխմեմ սրա վրա, կարող եմ գնալ տեսնել որտեղից է վերցրել, հեշտությամբ verify անեմ, ու ժամանակակցության ոնց որ feature-ը էսա հիմնական, ու առաջի օրվանից ոնց որ կամ չգիտեմ, մի քանի ժամ հետո հնարավոր է այս ունենալ ու գործի մասին շատ ավելի լավ պատկերացում կազմել, քան ձեռքով այդ ամբողջը կարդալ, փորձել ձեռքով Word-ում ինչ-որ բան ստեղծել, որ հասկանաս։ Ես իրավաբան չեմ, բայց շատ դուրս եկավ, ճիշտ ասած այդ մասը, որ նույնիսկ իրան կարող են բան անել, էլի նախնական ասենք պատասխան ստանալ։ Լավ, ես մի հատ բան անեմ, Արամ ջան, այսինքն այդ case study-ն արված էր կլիենտի համար, եթե ճիշտ եմ հասկանում, համեմատելով ինչ առավելություն կա ներկա, ասենք լուծումների մասով եւ մասնավորապես ոնց որ դուք muse generation-ի, այսպես ասած, AI tool եք սարքել, այլ ոչ թե sense chat-ի վրա հիմնված ինչ-որ բան։ Հա, մենք իրականում մտածում ենք, որ այն կոմպանիները, որ հիմա կան շուկայում, իրենք շատ շուտ են մտել ու ստիպված ChatGPT-ին copy են արել ուղղակի legally համար, դրանց անվանում ենք առաջի generation tool-եր, որոնք ամբողջ legally համար են, ուղղակի ոնց որ ChatGPT legally տարբերակն են, իսկ մեր tool-երը ոնց որ practice specific են։ Մենք օրինակ litigation international arbitration-ի համար ենք ստեղծում, իրանց կոնկրետ գործանող ROI ստեղծող tool-եր ենք սարքում, ասում ենք երկրորդ generation-ի tool-եր, որտեղ իրանք AI native են ու ոնց որ chatbot-ով չեն փորձում լուծումը տալ, այլ կոնկրետ նստում մտածում ենք իրավաբանների հետ ոնց կարանք իրենց հարցը լուծենք ու դիզայն ենք անում նենց ոնց որ այդ հարցը, այդ job-ը ոնց որ կլուծենք, էլի։ Շատ լավ։ Լավ, եկեք այստեղ մի քանի հատ հարց կար, փորձենք դրանց արձագանքել։ Ուրեմն այստեղ մի հատ հարց է, բանից հաճախորդից պատասխանը is անգլերեն ասեմ, որտեղ հայերեն կարող է սխալ թարգմանել։ Is your end result checkable from customer side, how it's done։ Այսինքն այդ արդյունքը որ ստանում եք կարա verify արվի, էլի, այսինքն մի հատ էլ ստուգվի, հաստատվի, որ ճիշտ է, ոնց որ դեմոյում բայց հնարավորություն կար։ Հա, հնարավոր է փաստաթղթերի source-ը գնալ տեսնել, այսինքն ցանկացած բան, որ այնտեղ ցույց է տալիս, դրա source-ը կպցրած է։ Մենք իրականում ոնց ենք անում, շատ փոքր կոնտեքստներ ենք տալիս ու դրա ու երկար ժամանակահատվածի ընթացքում դրա համար ենք այդ accuracy-ն ստանում ու ճիշտ կարողանում ենք կապել փաստերը ոնց որ կոնկրետ դոկումենտներին, որոնցից հանում ենք։
Շատ լավ։ Մի հատ ստեղ դիտարկում էր, որ բոլորս արդեն շատ ավելի լավ պատկերացրեցինք ինչ են իրավաբանները բավականին մեծ արժեք ստեղծում եւ ըստ դրա հաճախորդներին բիլանում այդ մեծ արժեքը։ Մի հատ էլ հարց կար ստեղ, ոնց են կարողանում ձեզ ինչ որ ինտրո անել ձեր թիմին այլ իրավաբաններին, որ դեմո անեք, կարծում եմ դուք բացեք այդ դեմոներին, ոնց որ Մենակ ուրախ ենք, կարող հանգիստ մեզ կամ LinkedIn-ով կամ չգիտեմ, երևի Samsung հետո email-ը կտա, հանգիստ մենք կարող արդեն Equify-ով փորձում ենք այդ ուղղությունով աշխատել, որպեսզի ծանոթություններ կապեր ստեղծվեն։ Մյուս հարցը, ինչ է կարծում Notebook LM-ի LM-ը որոշակի հատված որոշակի հատվածով չի լուծում այս խնդիրները։ Notebook LM-ը որոշակի հատվածով արդյոք չի լուծում այս խնդիրները։ Ինչ անենք։ գիտեմ, Notebook LM-ը ինքը էլի chat tool է, էլի ինքը chatbot է, այսինքն ինչ որ բաներ upload եք անում, ինտերֆեյսը մի քիչ ուրիշ է, բայց ինքը legally համար ստեղծված ինտերֆեյս չէ, էլի։ Եթե իրան source-ը օրինակ խնդրեք ցույց տա, այն որ link իր source-ի վրա սխում եք օրինակ link-եր, էլի generate արած է, ինքը copy paste արած source-եր չեն, կարող է փաստաթղթի վրա էլ ցույց տա, բայց խնդիրը այն է, որ ինքը մի կոնտեքստով այդ ամբողջ հարցը տալիս, այսինքն եթե 100 հատ փաստաթուղթ լցնեք մեջը, 100 փաստաթղթին միանգամից մի LLM call-ով փորձում է պատասխանի կամ չի reasoning model-ը միացնում 100 փաստաթղթի վրա, որը որ տենց շատ հեռու է այն accuracy-ից, որ մենք կանանք ստանանք, որ պատկերացնեք մենք մի փաստաթուղթը կարող կտրտենք մինչև նախադասության level, հետո նոր հազարավոր call անենք, որպեսզի ճշգրիտ պատասխան ստանանք, իսկ իրանք ոնց որ հարց են տալիս, որ մի կոնտեքստով կարող 100 փաստաթուղթ լցնեն մեջը, հետո պատասխանը արդեն տենց բախտի բան է, էլի իշքան ճշգրիտ կլինի։ Կարող արեն դու էլ ուզում ես շուտ ավելացնես։ Ընդամենը մի ավելացում ունեմ, Notebook LM-ը ինքը RAG տեխնոլոգիայի վրա է հիմնված, իսկ ոնց Արամը նշեց, մենք մի քիչ ուրիշ պատկերացումներ ունենք, RAG-ը չի տալիս այն ճշգրտությունը, որը փորձում ենք մենք տալ։ Շատ լավ։ Մի հատ էլ հարց ունենք ստեղ, որ LLM մոդելները, այսինքն AI մոդելները նախընտրում եք օգտագործել ու արդյոք տեսնում եք տարբերություն արդյունքների վերաբերյալ, երբ որ օգտագործում եք տարբեր LLM-ներ։ Դու ասա էլի Արեն ջան, դու ավելի լավ կասես։ Իրականում ունենք իհարկե մոդելներ, որոնք նախընտրում ենք ու օգտագործում ենք, բայց ինքը ընդհանուր մեր բանը գործիքները մոդել ագնոստիկ են, այսինքն ցանկացած մոդել փոխարինելի է ու ներկայացնում մեր դիտարկումն է, որ բոլոր մոդելները հասել են որոշակի աստիճանի, որը թույլ է տալիս իրար փոխարինել, էլի արդեն փոխարինելի են կարելի է ասել մեծ մասը մոդելների ու այդ մասով մենք խնդիր չունենք, էլի կարող ենք հանգիստ մի մոդելից անցում կատարել։ Շատ լավ։ Դե ոնց որ թե այլ հարցեր ունենք, թե արդեն երևի ամփոփենք, մի քանի րոպե էլ տանք կամ տեսնենք ինչ արձագանքներ կան։ Այստեղ մի հատ էլ հարց ունենք, open weighted մոդելներ կիրառում եք։ Երևի ես պատասխանեմ չէ, չեն կիրառ։ Okay։ Լավ, այսքանը երևի, մի անգամ էլ Արեն, Շուշան, մի հատ շնորհակալություն ձեզ, իսկ ինչու չեք կիրառում, Արեն։ Որովհետև այսօրվա մեր դիտարկումն է նա, որ այդ փակ մոդելները այսօր ավելի ոնց որ լավ արդյունք են ցույց տալիս, քան open weighted-ները, որոնք հնարավոր է հետագայում դիտարկենք, բայց այս պահի դրությամբ դրա վրա ժամանակ չենք ծախսում։ Okay։ Իսկ Հայաստանում չեք դիտարկի, եթե նույնիսկ ընկերությունը պատրաստ լինի վճարովի բաժանորդագրություն։ Հայաստանը, եթե ընկերությունը պատրաստ լինի վճարովի բաժանորդագրություն, Հայաստանին կտրամադրեք, չէ՞, լուծում ինչ-որ կազմակերպության չեմ կարծում։ Եթե մեծ վեճեր ունեն մեծ փաստաթղթերով, հայրենով խնդիր չունենք, կարող դիտարկենք, բայց ոնց որ կարևորը մեծ վեճեր ունեն, էլի։ Թե չէ, հակառակ դեպքում ասում եմ ChatGPT-ին շատ օգտակար է փոքր վեճերում էլ։ Շատ լավ։ Լավ, ոնց որ թե տեսնենք մի հատ ստուգենք, ստեղ ինչ որ բան չենք բաց թողել։
How do you create trust in potential customers that the model has indeed reviewed all the files? Այսինքն ոնց են կարողանում հաստատել կամ հանգիստ լինել, որ բոլոր այդ ֆայլերն ու բաները իրան content-ը ստուգվել է եւ վերլուծվել է։ Հա, իհարկե, նախ փաստաթղթերի շարքը կարողանում ենք ցույց տալ, որոնք որ process են կարել, այս մեկում այս mood case-եր չունեինք, բայց բացի դրանից relevance score-ով հնարավոր է այնքան irrelevant փաստերի հասնել, որ հասկանաք, որ իրականում ամեն ինչ process արած է, այսինքն եթե relevance score-ը դնեք 1 կամ 2, կտեսնեք այնպես փաստեր են, որոնք ընդհանրապես ոնց որ օգտակար չեն, ու տենց կարակ մինչև ամենառելևանտները բարձրացնել, այսինքն մենք չենք ասում մենակ relevant ու irrelevant ենք թողել, այլ 0-ից 50 ոնց որ grade-ով տրամադրում ենք, էլի։ Հիմնականում ասում են, որ ահավոր շատ է փաստերը, ոնց կարող ենք ավելի քչացնենք։ Այդ feedback-ն ենք ստացել, չենք ստացել, որ պակասող փաստեր կան։ Շատ լավ։ Դե ոնց որ թե սպառվեցին ESPA-ին ամենայդեպս հարցերը։ Շնորհակալություն թիմին, բոլորին, ով միացել է, շատ հետաքրքիր հարցեր են եւս։ Ոնց որ ասում ենք, ուրախ ենք, որ սենց առաջընթաց կա ու տենց մեծ եւս հեռանկարներ են սպասում։ Համոզված ենք այդ ուղղությամբ շատ էլ գործ արվում։ Հենց որ այդքանը, եթե կապ ուզենաք հաստատել ռեֆերենսների առումով, network-ի առումով շատ օգտակար է բոլոր դեպքերում, թե Caselense-ին, թե այլ մեր ստարտափների համար, հենց որ կապի մեջ կլինենք եւ ինչ հանդիպում, այսպես ասած։ Շնորհակալություն բոլորին ուշադրության ու մասնակցության համար։ Բակալություն։ Գոլություն։